վերջին տեղեկություններից եւ ուզեմ սրա հետ կապված, որ անմիջականորեն ձեր թիմի հետ է նաեւ կապված, չնայած այստեղ թիմային պատկանելիությունը կապ չունի հաշվի առնելով, որ բոլորի հետևից են այս իշխանությունները գնում։ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի մասին այսօր ԿԸՀ-ի դիմաց ասաց Արամ Վարդևանյանը։ Ուզեմ նախ այս հարցին անդրադառնալ եւ նաեւ գիտենք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ուժեղ Հայաստանից Մամիկոն Ասլանյանի նկատմամբ են նոր մեղադրանք ներկայացրել։ Այս ամենը ինչի դրսևորում է, ինչի մասին է խոսքը, համեցեք։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, անկեղծ ասած, այստեղ գալուց երևի մոտ 5-10 րոպե առաջ եմ տեղեկացել ԶԼՄ-ների միջոցով, որ այո, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինչ-որ միջնորդություն է ներկայացված Նարեկ Կարապետյանի հետ կապված, այնուհետև տեղեկացա, որ Մամիկոն Ասլանյանի հետ կապված։ Գիտեք, եթե մեկ բառով փորձեմ բնութագրել, դա նույն բանն է, որ ինչ-որ մեկը փորձի ապացուցել, որ ձյունը սպիտակ չի։ Եվ մենք փորձենք հավատալ դրան, ակնհայտ է, որ ուրիշ պատճառ գոյություն չունի, քան քաղաքական հետապնդում այստեղ, այլ տարբերակ գոյություն չունի։ Եվ ամենազավեշտալին, իհարկե, իմ գործընկեր Արամ Վարդևանյանը այդ մասին քիչ առաջ կարդացի, ԶԼՄ-ներով տեղեկացա, ինքը արտահայտել էր մասնագիտական կարծիք, տեսակետ, որ ժամը 3-ից արդեն մեր թիմով ու բոլորը, ովքեր գրանցված վայր չէին դրել մանդատները, արդեն ունեն պատգամավորի կարգավիճակ, հետևաբար այստեղ ԿԸՀ-ի հետ կապված բացարձակ խնդիր չպետք է լիներ, բայց արդեն մեր երկրում որևէ բանի համար մենք չենք զարմանում, կարծեք թե, եթե մեկ բառով ամփոփեմ, այո, սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ։ Իհարկե մանրամասների ծանոթ չեմ անկեղծ ասած, բայց այլ կարծիք, այլ տեսակետ պարզապես չունեմ, որովհետև հնարավոր չի դա ուղղակի մարդկային բանականության մեջ չի տեղավորվում վերջին օրով ամսի 21-ին, երբ արդեն մանդատներն են բաշխվում, միջնորդություն ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այսինքն որևէ բարգային իրենք չեն կարող այս մարդկանց արձագանքելուց։ Կարծում եմ ոչ, ես ինձ համար մեր թիմակից Արամ Վարդևանյանը անվերապահ հեղինակություն է, ինքը արդեն այդ մասին ասել է, կարծում եմ այստեղ ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարոն Ֆարմանյան, լավ, ինչու չի հանդարտվում այս իշխանությունը, երբ որ Աշոզը հայտարարում է, որ հաղթել են, կրել են, հեսա գիտեք, մի հատ էլ սպառնում են ձեզ, որ սպասում են եկեք քաղաքապետարանացած կազմակերպել, նաև դրանով փորձելով ձեր աչքը վախեցնել, որ այս ամենը շարունակվելու է նաև ազգային ժողովում, ինչի՞ չէ, դուք մեծ աշխարհ ասացիք, մենք չենք վախենում, գալիս ենք, ու հիմա ինչի իրենք չեն հանդարտվում, չեն Գիտեք, այսպես սիրողական մակարդակում փորձել եմ ուսումնասիրել որոշ բաներ, կարծում եմ հոգեբանական գիտության մեջ կա դրա բացատրությունը, իրենք ինչ-որ կարծում եմ վտանգ են զգում, իրենց հաղթանակի վրա վստահ չեն, հակառակ պարագայում հաղթողը սովորաբար լինում է ավելի հանդարտ, ավելի հանգիստ, ավելի հավասարակշռված, բայց մենք այս իշխանությունների գործողություններում կարծեք թե դա չենք նկատում, հակառակն ենք տեսնում, հակառակին ենք ականատես եւ սա վկայում է իրենց թուլությունների մասին, ուրիշ ոչինչ։ Իսկ մեր թիմակիցները, ես իմ անունից նաև մեր թիմակիցների անունից վստահաբար կարող եմ ասել, պնդել, մենք ընդհանրապես օրենքի հետ կապված խնդիր չունենք, չենք ցանկանում օրենք խախտել եւ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մենք մեր քաղաքացիների ձայնը պետք է բարձրացնենք ազգային ժողովում եւ այն բոլոր ծրագրերը, նպատակները, որոնք մենք մեր առջև դրել ենք, պետք է իրագործենք առայժմ մեր հնարավորությունների սահմաններում, որովհետեւ թե մեր քաղաքական առաջնորդը, թե մենք պետություն չենք, բնականաբար մենք մեր առաջնորդի գլխավորությամբ մեր հնարավորությունների սահմաններում կարող ենք մեր ծրագրերը իրականություն դարձնել, այնպես ինչպես օրինակ օրեր առաջ գտնվում էինք Լոռու մարզում, մասնավորապես Ստեփանավան, Գյուլագարակ բնակավայրում, մի շարք այլ բնակավայրերում եւ ինչպես խոստացել ենք մեր նախընտրական ծրագրի շրջանակներում, յուրաքանչյուր ընտանիք, ով կունենա ընտանիքում 5-րդ զավակը, կստանա բնակարան։ Մենք հիմա կգանք այդ մասային այցերին եւ նաեւ այդտեղ ինչ մարդիկ ինչ խնդրով են ձեզ դնում, բայց գանք մյուս հարցերին եւ այս ամենին զուգահեռ, քանի որ դուք մանրամասն խոսում եք նաեւ մեր տնտեսությունը ինչ ավելացությունների են հասցրել եւ մենք արդեն իսկ այս պահին այս աղետը տեսնում ենք, բայց նախնական զրույցում էլ ասացիք, դուք էլ ավելի մեծ աղետները առաջիկայում են, որովհետեւ հիմա դեռ տաք է իրավիճակը, այդքան չի հասկացվում։ Ձգտարկադրողներն էին կառավարության դիմաց, ոլորտը ինչ վիճակում է։ Տեսեք, նախ եկեք արձանագրենք մի շատ կարևոր փաստ։ Այն, ինչի մասին մենք այժմ խոսում ենք, այն խնդիրները, որոնք կան, դրանք հետևանք են այս իշխանությունների ապաշնոր քաղաքականության։ Իրենք մտել են այսպես կոչված մատի եւ մատանու արանքը
Հայաստանը տանում են դեպի աշխարհաքաղաքական բևեռների բախման կիզակետ եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն սա պահանջում է դիվանագիտական ջանքեր, պահանջում է հմտություններ կառավարման եւ արդյունքում առանց հաշվի առնելու, որ մեր տնտեսությունը էապես կախված է Ռուսաստանի Դաշնությունից, մեր հիմնական տնտեսական գործընկեր Եվրասիական միությունից, իրենք արեցին քայլեր, շատ լավ հասկանալով, գուցե դիտավորությամբ, ես չեմ կարող ասել, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ինչ վերաբերում է գյուղմթերքին, դրա մասին մենք բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու ձեր նույն այս տաղավարում եւ տարբեր այլ տեղերում ես նույնպես այդ մասին խոսել եմ, նաեւ իմ գործընկերները չեմ ցանկանում կրկնվել, բայց շարունակությունը նաեւ ձկնարդյունաբերության ոլորտում մենք տեսնում, որ կան խնդիրներ եւ հիմա ինչ են ասում մեր պատասխանատուները կառավարության։ Ասում են, տեսեք, մենք հեշտացրել ենք թույլտվությունների ստացման մեխանիզմը կոնկրետ ձկնարդյունաբերության ոլորտում, որ իբրև թե դա հնարավոր կլինի արտանել եվրոպական երկրներ եւ այլն։ Հիմա ես ուզում եմ մեր լսողները, դիտողները իմանան մի շատ պարզ ճշմարտություն։ Եկեք կենցաղային լեզվով էլի խոսենք, առանց մասնագիտական տերմինների։ Ով է առնելու հայկական ձուկը կամ սառեցված ձուկը, չգիտեմ, իրենք խառնել էին, իրենք նույնիսկ կառավարության նիստում չէին կողմնորոշվում ձուկը որն է, սառեցված ձուկը որն է, ձկնամթերք ընդհանուր։ Գոյություն ունեն թվեր։ 2024-25 թվականներին Հայաստանից արտանվել է մոտավորապես թարմ իշխան, մոտավորապես մի քիչ ավել, մի քիչ պակաս 10,000 տոննա Ռուսաստանի Դաշնություն։ Դեպի Եվրոպա գրեթե թվեր գոյություն չունեն, այսինքն չկա արտանում։ Ձուկը, թարմ ձուկը, որպեսզի հասնի Եվրոպա, դա պետք է գնա առնվազն օդային տրանսպորտով։ Իսկ օդային տրանսպորտը դա շատ թանկ հաճույք է եւ ինքնարժեքի վրա ավելացնում է մոտավորապես 2-ից 3 եվրո միջին թվերով եւ ասենք ես չգիտեմ այդ ինքնարժեքով ում հետ պետք է մրցակցեն, որ երկրներում պետք է դա կարողանան վաճառել։ Շատ հեշտ է, գիտեք, երբ էկոնոմիկայի նախարարը ասում է այսուհետ նույնիսկ այդ հայերեն ճիշտ չի կարողանում արտաբերել, ուրեմն պետք է մենք կարողանանք արտանել ձուկը, այլևս ուրեմն հեշտ է լինելու թույլտվություն ստանալ, թույլտվությունը դա ընդհանրապես մի հասարակ կոմպոնենտ է, որը ընդհանրապես պահանջարկ չի կարող ձևավորել։ Դա նույն բանն է, որ ենթադրենք երկու հոգով փորձեն բիզնես հիմնադրել, արտադրություն, իրենք չիմանան իրենց արտադրությունը որտեղ է իրացվելու եւ փայատերով փորձեն զրուցել։ Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը եւ փայատերից մեկը մյուսին հարցնում է՝ դու ինչ կարող ես անել, ասում է լավ էժան, ենթադրենք ծառայություններ մատուցող հաշվապահ ճարեմ։ Արդյոք հաշվապահի էժան կամ թանկ լինելը կարող է այդ ապրանքի վաճառքը ապահովել կամ պահանջարկ ձևավորել, բնականաբար ոչ, այստեղ ավելի շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն, նախ եւ առաջ այդ ապրանքը պետք է ունենա պահանջարկ, պետք է ուրեմն լինի ինքնարժեքը մրցունակ եւ հետեւաբար խոսել այն մասին, որ թույլտվությունները մենք արդեն հեշտացրել ենք, նախ հարց է առաջանում, ինչու 8 տարվա ընթացքում այդ հարցը չէր լուծվել, այլ հիմա է լուծվում, սա էլ հարցի մյուս կողմն է, բացի դա նաեւ խոսում են մաքսատուրքերի մասին, սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են, գոյություն են շատ ավելի լուրջ խնդիրներ։ Նույն Ծիրանի վրա, Միրգ բանջարեղենի վրա կարող եմ օրինակը բերել, եվրոպական շատ երկրներ պահանջում են կոնկրետ գույն, կոնկրետ չափ, կոնկրետ քանակ։ Հայաստանը դեռևս չի կարող իր փոքր տնտեսություններով գյուղացիական ապահովել այդ ամենը։ Էլ չեմ խոսում ձկնարդյունաբերության մասին եւ հասկանալով մեր կառավարությունը պետք է գիտակցել այս ամենը, որ եթե մենք ունենք շուկա, որտեղ այդ մարդիկ տարիներով կարողացել են իրացնել իրենց արտադրանքը, արդյոք մեզ պետք է կամ ինչ ենք շահում հարաբերություն փչացնելուց։ Սա է ամենագլխավոր հարցը, անհասկանալի, որը մինչ այժմ կարծում եմ պատասխան չունի։ Հիմա երբ որ այս մարդկանց փորձում են համոզել, որ սուբսիդավորվելու է կամ չէ, սպասեք Եվրոպան դրա ում են ձեռք առնում։ Մեզ են ձեռք առնում, ժողովրդին են ձեռք առնում, ձկնարդյունաբերողներին են ձեռք առնում, ժամանակ են շահում, որևէ հարց չեն լուծում, չկա որևէ հարցի լուծում, ես ուզում եմ որ մարդիկ իմանան, որ սրանք լոկ հայտարարություններ են, իրենք ընդհանրապես ժամանակ են ձգում, ես իմ տպավորությամբ եմ պարզապես կիսվում եւ կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում են, որոշ պաշտոնյաներ, որ իրենք ինչի մասին խոսում են, դա ընդհանրապես գուցե այդ ամբողջ շղթայի մեջ 1% ազդեցություն ունենա իմ գնահատմամբ, այսինքն կրկնում եմ մեկ անգամ եւս Եվրոպայում ես չգիտեմ հայկական ձկնամթերք ով է առնելու, որ երկրներում է դա լինելու մրցունակ, ինչ ճանապարհով է դա տեղ հասնելու, սրանք բացարձակապես անհասկանալի հարցեր են։ Գնաց, մենք ես չգիտեմ գնաց թե չգնաց, առայժմ տեղյակ չեմ եւ գիտեք մարդիկ
առանձին տնտեսվարողներ, նույնիսկ որոնք փոքր խմբականակներով իրենց արտադրանքը տանում են Եվրոպա կամ չգիտեմ մեկ այլ երկիր, դա դեռ չի նշանակում, որ այդ ապրանքը վաճառվել է կամ պետք է վաճառվի։ Դրանք նմուշային քանակություններ են, որոնք շատ հաճախ մեր իշխանությունները վերագրում են իրենց, այսինքն անհատ գործարար, որը կարողանում է մի փոքր խմբականակ տանել Եվրոպա, կրկնում եմ, դա դեռ չի նշանակում ապրանքի արտահանում եւ թող իշխանությունները չվերագրեն դա իրենց։ Իրենց ջանքերով դա չի արվում։ Եվրոպա արտահանելու հետ կապված, որ իրենք համոզում էին օրինակ Ծիրանը, մասշտաբի հանում են բանը, ավելին հանրային հեռուստաընկերության եթերում կառավարության աշխատակիցներից Տարոն Չախոյանը լսել եք ինչ է։ Այո։ Այնքան կհանեն մեզ բաժին չի մնա, որ մենք ուտենք։ Բացվեց Ծիրանն արտահանել Իսպանիա, միայն այն էլ փչացած Ծիրան։ Խնդրեմ։ Շատ լավ է, որ դուք հիշեցրիք, ուրեմն կարծում եմ ցանկացած adekvat մարդ, adekvat հեռուստադիտող, մեզ լսող, պարզապես կամ ծիծաղ կառաջանա կամ զայրույթ։ Ես չգիտեմ ինչ է նշանակում կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է հանրայինի եթերից, որ մենք այնքան գյուղմթերք ունենք արտահանման ենթակա, որ կարող է մեզ բան չմնա, մի բան, սա աբսուրդ էլի կատարել, չգիտեմ, կամ անունը դնենք մեզ բոլորից ձեռք առնել, կամ դնենք ծաղր, ծիծաղի առարկա, կամ իրենք այնքան բան չեն հասկանում, որ իրենք են իրենց ծիծաղելի վիճակի մեջ դնում, չեմ կարող ասել, բայց իհարկե նման բան գոյություն չունի, դրա մասին գոյություն են թվեր, վիճակագրություն եւ նաեւ կարող եմ թվարկել նույն լոլիկը, վարունգը, կեռասը, պղպեղը, նեկտարը, դեղցը եւ այլն, դրանք բոլորը գրեթե 100%-ով, 99.9%-ով արտահանվել են դեպի Ռուսաստան եւ այլ ԵԱՏՄ երկրներ։ Հիմա ես չեմ պատկերացնում այնպիսի փոփոխություն, որը կարող է այդ 100%-ը դարձնել, ասենք, գոնե 50-50 կամ չգիտեմ 80-20։ Նման բան գոյություն չունի եւ չի էլ կարող գոյություն ունենալ, կարծում եմ, խապկանք է եւ այո, շատ ճիշտ նկատեցիք, որ եթե այդ բարձր մակարդակով հայտարարվում է, որ ունենք այնքան ապրանք արտահանման ենթակա, որ մեզ բան կարող է չմնալ, չգիտեմ, Ժողովուրդ ջան, հետեւությունները թողնեմ մեզ լսողներին։ Բայց այս իրականության մեջ շնորհանք նաեւ այս ամենով հանդերձ, չգիտեմ, մոտավոր հաշվարկներով տնտեսական ինչ վնաս է կրում եւ հայ մարդը եւ տնտեսությունը։ Առայժմ հստակ գնահատել հնարավոր չի, որովհետև դեռ ժամանակ կա, ամիսներ անց 6-7 ամիս հետո մոտավորապես հնարավոր կլինի գնահատել, մոտավորապես այսպես կենցաղային օրինակով ասեմ, պատկերացրեք գյուղացիական տնտեսությունները, նույն ձկնարդյունաբերողները, պտուղ բանջարեղեն աճեցնողները, իրենք ունեն վարկեր, վարկայի միջոցներ եւ այլն, եւ իրենք բախվելու են այդ խնդիրներին, աշխատավարձային խնդիրներին, վարկերի տոկոսները չեն կարողանալու փակել եւ պետք է հասկանան ամենագլխավոր մեխը հետեւյալն է. եթե սա լիներ ինչ որ նեյտրալ պայմաններում էս ամեն ինչ, այլ ոչ թե լիներ իշխանության գործողությունների հետևանք, դա թերևս մի քիչ թեթև տանեին մարդիկ նաեւ հոգեբանորեն, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ իրենք իշխանությունները հասկանալով կամ չհասկանալով, գիտակից կամ անգիտակից մարդկանց հասցրել են այս վիճակին։ Սա է ամենագլխավորը, որ մարդիկ հասկանան սա ում պատճառով է եղել ի վերջո։ Եվ ընդդիմություն որպես մենք ենք ձգտում, մեր առաջնորդն է ձգտում քայլեր ձեռնարկել, չգիտեմ, ջանքեր չխնայել, որ մարդկանց այս վիճակից փորձենք դուրս բերել մեր հնարավորության սահմաններում։ Թե ինչքանով կհաջողվի, չեմ կարողանա ասել, բայց ամեն դեպքում մենք չենք չարախնդում այս վիճակի հետ կապած ու փորձելու ենք ամեն ինչ անել մեր հնարավորության սահմաններում մեր հայրենակիցներին օգնելու հետ կապած։ Շարունակում է ռուսական շուկան փակ մնալ, սա որքան ձեզ կշարունակվի, կլինեն արդյոք փոփոխություններ թե ոչ, եւ շարունակվելու դեպքում սա ինչ ահռելի վնաս է հասցնում։ Մի շատ կարևոր բան հիշեցի, ուրեմն մի քանի օր առաջ լսում էի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, ինքը ասում էր հետեւյալը, ու կառավարությունում քննարկել էին փոխվարչապետի հետ եւ այլն, ասում էին այն արտահանվող ապրանքները, որոնց հետ կապված գյուղացիները վնաս են կրում, կազմում է մեր համախառն ներքին արդյունքի ընդամենը 3%-ը, եւ դա կառավարելի է, մենք կարող ենք այդ հարցերը լուծել։ Ճիշտ ասած, ես որպես տնտեսագետ չհասկացա, թե ինչքանով էր համեմատելի արտահանվող ապրանքի քանակը համախառն ներքին արդյունքի հետ։ Դա մոտավորապես նույն բանն է, ոնց որ ասեմ, այս սենյակում տեղադրված է կահույք, ասենք բազմոց, երկու հատ աթոռ, եւ ես հայտարարեմ, ասեմ, փողոցում քայլող մարդկանց 0.00, չգիտեմ, քանի տոկոսն է կազմում այս բազմոցը եւ աթոռները։ Մոտավորապես դրան նման եւ բացարձակ չհասկացա, ասենք, հա, ես չեմ հասկանում, ինչ կապ ունի, ասենք, այդ արտահանվող
ապրանքի քանակը համեմատել համախառն ներքին արդյունքի հետ եւ ասել, որ դա կառավարելի է։ Իհարկե, այդ մասին նաեւ կենտրոնական բանկի նախագահներ հայտարարել, սովորաբար տնտեսական բլոկի ղեկավարները մի քիչ ավելի տարբերվում են իրենց ունակություններով եւ ինձ համար ամեն դեպքում շատ զարմանալի էր այս համեմատությունը, չեմ կարող բացատրել, բայց այս տենդենսը իմ պատկերացմամբ, իմ գնահատմամբ, իմ վերլուծություններով կարծում եմ դեռևս կպահպանվի, կշարունակվի, որովհետեւ որևէ արդյունք չտվեց թե Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետի հետ, թե ներկայումս որևէ քայլեր մենք չենք տեսնում այս ուղղությամբ։ Մոտավոր հաշվարկներով պատկերացնելու ինչ վնաս է հասցնում, այս միայն հուսակցություն։ Դե տեսեք, այստեղ շատ պարզ հաշվարկ գոյություն ունի։ Այն ապրանքները, որոնք ես թվարկեցի, ասենք նույն լոլիկ, ասենք վարունգ, կեռաս եւ այլն, դրանց այդ համախառն գումարը պետք է վերցնել, 25 թվականի տվյալները դեռևս չկան, ասենք ինչքան որ եղել է 24 թվականին, էական չէ թիվը։ Հիմա դրանք 100%-ով արտանվել են Ռուսաստանի Դաշնություն։ Այ ինչքանը դրանցից կսպառվի տեղական շուկայում կամ որ մասը հնարավոր կլինի այլ շուկաներ արտահանել, դրա տարբերությունը բացասական կլինի վնասը գյուղացիների կրած։ Այսինքն մոտավորապես եթե մեխանիկորեն sense վերցնենք այդ թվաբանությունը, բայց մի քանի ամիս անց հնարավոր կլինի հստակ գնահատական տալ։ Մենք առայժմ կարող ենք խոսել նաև ինչ առումով է դժվար է գնահատել, թե այդ մարդկանցից քանիսը ինչ վարկային միջոցներ ունեն, ինչ աշխատավարձերի պարտքեր են կուտակում, դրանք կուտակման տենդենս ունեն եւ ամիսներ անց համախառն գնահատական գուցե հնարավոր լինի տալ։ Դե դրա համար էլ այս մարդիկ նաև վերջերս մի վաճառականի էի լսում, մարդը բարի բուն իմաստով ցավով արտահայտում է, չնայած չմոռացամ նաև ասել, որ վերջը տնով տեղով ազգով տակով 20 հոգով եւ ավել քեզ է ընտրել Նիկոլ Փաշինյան, բայց այսօր ինչ ես անում, արկերով ուղղակի թափվում են այդ միրգ բանջարեղենը, որովհետեւ այստեղ էլ մեծաշով էժան չի վաճառվում եւ բան են անում։ Շատ ճիշտ է եւ ցավով պետք է արձանագրենք, որ մուլտիպլիկատիվ էֆեկտով վնասները շատ ավելին կլինեն, քան այդ չվաճառած միրգ բանջարեղենը, թե հետագայում նաեւ ինչ այլ պատժամիջոցներ կլինեն, կախված կլինի կարծում եմ այս իշխանությունների ողջախոհությունից։ Այսինքն ես չգիտեմ իրենք ինչ կանեն, նորից կարծեք թե շարունակվում են այդ եվրոպացիների այդ բանակցությունները, հույսեր փայփայելը, ժողովրդին խաբելը, այս շատ կարևոր բան ասացի քիչ առաջ, ես մոռացել եմ ճիշտն ասած, այո, կառավարության աշխատակազմի ղեկավարը հանրայինի եթերում, որպեսզի պատկերացնենք այս աբսուրդի աստիճանը, հայտարարում է, որ այնքան միրգ ու բանջարեղեն է արտահանվելու, որ մեզ բան չմնա։ Իսկ սա ինչ է նշանակում, սուտ խոսել, ձեռառնոցի, թե ինքնախապեյություն, չեմ կարող ասել։ Դե եթե երկրի ղեկավարի մասշտաբով կարող են սուտ խոսել, ինչի այդ շարքային աշխատողը չի կարող, եւ այդ սուտ խոսույթներից մեկը այն է, որ վերջերս եւս մեկ անգամ այդ սուտը պայթեցրեց Ալիևը Շուշիում եւ խոսեց այն մասին, թե Մինսկի խումբը իրականում ինչ ձև է իրեն ճնշել Արցախի հետ կապված, իսկ այս իշխանությունները բոլորին եւ փորձում են համոզել Արցախը նախկինն է տվել, դրա համար բավական ինչ է։ Այո, դե մենք այս վերջի տարիներին նաեւ լսում ենք այն մասին, որ սլաքներն ուղում են, չէ՞, Ռուսաստանի կողմը, հիմա այս Ռուսաստանի պաշտպանը չեմ, ոչ էլ փաստաբանն եմ, գուցե ռուսներն էլ են մեղավոր, չեմ կարող գնահատական տալ քաղաքական, բայց մի բան է ակնհայտ, որ Պրահայում 22 թվականին Հայաստանի վարչապետն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, որից հետո սկսվել է շրջափակման ողջ գործընթացը։ Դրա մասին նաև խոսել է իրենց շատ սիրելի ամերիկացի պաշտոնյան, որ երբեք որևէ մեկը նախկիններից չէր ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմակերպությունից։ Լավ, մարզային այցերի ժամանակ մեր հայրենակիցները ինչ հարցերով են ձեզ դիմում, ինչ խնդիրներ ունեն, եւ միջև սրան անդրադառնալը բան Ֆարմանյան տեղեկությունը կան դարսում իրավիճակը ինչպես է։ Դարսում կան կուտակումներ, իհարկե այս պահին այս սեզոնային բնույթով պայմանավորված միշտ կուտակումներ լինում են պարբերաբար, ուստի պետք չի վերագրել, որ միայն այս հայկական բեռնատարներն են այնտեղ կանգնած, թողունակության խնդիր կա եւ այլն, դրան չարժե անդրադառնալ, ամեն դեպքում մենք ունենք այն ինչ ունենք, մեր հոգսն է հետաքրքրում կոպիտ ասած, մեր հայրենակիցների, ինչ վերաբերում է մեր մարզային այցելություններին, նախ ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ մենք բառից բուն իմաստով նոր քաղաքական մշակույթ ենք ներդնում մեր թիմով հանդերձ։ Ես չեմ հիշում Հայաստանի անկախությունից ի վեր քանի անգամ են հետընտրական փուլում քաղաքական ուժերը, ընդդիմության ներկայացուցիչները առանց թերագնահատելու մնացած ուժերին, ես իրոք չեմ հիշում, որ
այցելություններ ունենան, հանդիպեն հենց անմիջապես հետընտրական փուլում եւ փորձեն խնդիրները գույքագրել եւ դրանց լուծում տալ։ Մենք այս նոր քաղաքական մշակույթը ցանկանում ենք ներդնել, արդեն առաջին քայլերն արել ենք, ներկա ենք եղել Արարատի մարզի մի քանի բնակավայրերում, Նիզամի, Սիս բնակավայրերում, նաև Լոռու մարզում եւ այն համայնքներում, որտեղ մեր ուժը տարել է հաղթանակ, մեր քաղաքացիների մեծամասնությունը իրենց քվեով տվել են վստահությունը մեզ, այդ համայնքներում մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեր ժողովրդի համար կատարել մեր ծրագրից ինչը հնարավոր է։ Եվ քիչ առաջ ասեցի, յուրաքանչյուր 5-րդ երեխա, ով 26 թվականի հունվարի 1-ից հետո է ծնվել, կստանա բնակարան այդ ընտանիքը մայրիկի անունով, նաև գյուղացիական տնտեսությունների հետ կապված փորձում ենք ինչ-որ լուծումներ գտնել սեզոնային, այս սեզոնին բազմաթիվ գյուղատնտեսներ կարիք ունեն տարբեր միջոցների, տեխնիկա եւ այլն, այդ ուղղությամբ ենք փորձում մտածել լուծումներ գտնել ամենատարբեր գոյություն են համապետական մասշտաբի խնդիրներ, որը բնականաբար մենք իզորու չենք լուծելու մեր ուժերով, թե որպես անհատ, թե որպես քաղաքական ուժ, բայց անպայման այդ ուղղությամբ եւս անելու ենք ամեն բան, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծում երբ քննարկվեն այդ խնդիրները, օրինակ դիցուկ ասենք կոյուղու հետ կապված խնդիրներ կան տարբեր համայնքներում, կան ասենք ջրի խնդիր կա, գազի խնդիր կա եւ այլն, նաև ազգային ժողովում մեր ձայնը կբարձրացնենք եւ անընդհատ հետեւողական կփորձենք պետությանը, պատկան մարմիններին ստիպել, որպես իրենք աշխատեն։ Այն ամենը ինչ որ մեր հնարավորություններից կբխի, բնականաբար մեր հայրենակիցների համար կանենք։ Սա լինելու է, կրկնում եմ, նոր քաղաքական մշակույթ, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ մեր համար կարևորը մեր խոսքն է, ոչ թե զուտ լոկ խոստումները եւ ասեն ընտրություններն անցան եւ մեզ մոռանան, կամ մենք չտեսնենք իրենց, այդպես չի լինելու։ Այս իրականության մեջ, երբ որ մենք տեսնում ենք ադրբեջանական կողմից ինչպիսի էլ մեծ թափով սպառնալիքներ են հնչում, գխարման, այսպես ասենք, անդիմադիր օջախների գխարման պրոցեսը շարունակում է այս իշխանության կողմից։ Հիմա օրինակ Բեքում հարցաքննվում է Գագիկ Ծառուկյանը, կալանքի տակ, Սամվել Կարապետյանը կալանքի տակ, այս ամենով հանդերձ ինչ են ուզում հասնել այս իշխանությունները։ Դե փորձում են ընդդիմախոսներին լռեցնել, մտավախություն ունենալով, որ ինչ-որ պրոցեսներ կզարգանան իմ կարծիքով եւ կարծում դրանով է պայմանավորված եւ ցավ եմ ապրում, որ մեր երկիրը, որը որ վատ համբավ չի ունեցել, այժմ թեվակողում է մի փուլ, որ ամեն ինչ փուչ է դառնում, այդ ներդրումային միջավայրից են խոսում, ներդրումներից են խոսում եւ այլն եւ չգիտեմ որևէ երկիր անկեղծ ասած, որ առանց դատական պրոցեսի ուղղակի բիզնեսը խլվի, այսպես ասած, եւ գնա մի պրոցեսով, որի անունը ինչ ուզում եք դնենք, կապ չունի, ազգայնացում կդնենք, գերակաշարք կճանաչենք, գոյություն ունի օրենք, ընթացակարգ եւ այդ ընթացակարգներով մենք չենք տեսնում որևէ բան ցավոք սրտի։ Եվ սա ամենն ասում, հրապարակային է հայտարարում, սպառնում եմ, այո, վերցնել են։ Այո։ Իմիջիալս մի հարց նաեւ, Ալիևը իհարկե առանց անուն տալու, բայց բողոքում էր հայ մեծահարուստից, ով ուտերիմ հարաբերություններ ունեցող կամպոյի հետ, որ հիմա Հայաստանում տնային կալանքի տակ է։ Խոսքը իհարկե Սամվել Կարապետյանի մասին է, այս մասով ինչ կարող եք ասել։ Դե չգիտեմ, մեր հայրենակիցները թող իմանան, թե ինչ մեծանուն հայ է Սամվել Կարապետյանը, որից բողոքում է Ալիևը։ Հիմա եթե պետք է այս ամեն ինչը մեր հայրենակիցները չգիտակցեն, չհասկանան ու շարունակել ինչ որ անհետեցությունների հավատալ, հետևությունները կթողնեմ մեր հայրենակիցներին։ Եվ ըստ էության մյուս մեծանուն հայերից մեկը Բաքվի բանկում է, իրենց Ռուբեն Վարդանյանի։ Տեսեք, շատ կարևոր բան եք ասում, այո, եւ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը կենթանի լեգենդներ են բառիզմուն իմաստով։ Մեր իրականության մեջ այս անկախության տարիներին երկու բարերար են, որոնք ստացել են ազգային, նաեւ պարոն Ծառուկյան չեմ առանձնացնի, բոլոր են հայերը, ովքեր ներդրում ունեն արած, բացարձակ չեմ տարանջատի որևէ մեկին, բայց տեսեք, Քրքորյան, Էդուարդ Էռնեկյան, իրենք ազգային հերոսի կոչում ունեն։ Որքանով տեղյակ եմ, Էդուարդ Էռնեկյանն էլ մոտավորապես Քրքորյանի Լինսի հիմնադրամով մի փոքր ավել, մոտ $200 միլիոն ներդրում են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Սամվել Կարապետյանը դրա կրկնակին կամ եռակին է արել, հստակ թվեր կան եւ հաստատ դրա կրկնակին կամ եռակին։ Ուղղակի ազգային ամոթ ու խայտառակություն է նման մարդկանց հետապնդման ենթարկելը։ Նորմալ երկրներում նման
մարդկանց ունենալով, նման հայրենակիցներ ունենալով, երկիրը ծաղկեցնում են։ Հիմա մեր մոտ հակառակ process-ն է կատարվում, մենք դրա դեմ ենք պայքարում նաև, ինչու՞ չէ։ Ոչ միայն մեր անվտանգության, մեր բարեկեցության, մեր հայրենակիցների, նաև սա վկայությունն է այն բանի, որ մենք գնում ենք մի ուղղությամբ, որը երկրի կործանման տանելու ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Ազգային բարերարների կալանքի տակ պահել, սեփականության իրավունքը ոտնահարել եւ այլն եւ այլն։ Եվ քանի խոսեցինք Ռուբեն Վարդանյանից, այո, մեր հայրենակիցները ոչ միայն Ռուբեն Վարդանյանի եւ մյուսներն էլ շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում։ Վերջերս Դավիթ Իշխանյանի տարածած հաղորդագրությունը, երեք Դավիթ Մանուկյանի տարածած հաղորդագրությունը, եւ Դավիթ Իշխանյանը խոսում է այն մասին, որ մեր դեմքին այստեղ շփրտում են, հենց այդպես էլ ասում է, որ ձեր իշխանությունները ձեզ տեր չեն, ինչ եք միջազգային նացիաներից պահանջում, ինչ հույս ունեք։ Այս ամենը ինչի դրսևորում է։ 2021-ից անցել է արդեն 5 տարի, այդ 2 ամիսը կարծես չլրացավ, չէ՞, որ գերիները պետք է 2 ամիս սպասեին, հեսա վերադառնում են։ Սա մոտավորապես նույն շարքի մեջ կտեղավորեմ այս վերաբերմունքը, ասենք այնպես, ինչպես օրինակ Արադ լեռից հրաժարվելը, մեր ազգային սիմվոլներից հրաժարվելը, եկեղեցու դեմ ոտնձգությունները, ասենք այնպիսի տպավորություն, որ մենք ամեն ստորությամբ պետք է գնանք, միայն թե ունենանք այսպես կոչված խաղաղություն։ Բայց երբ որ այդ խաղաղությունը պայմանավորված է մի մարդով, իրենք են ասում, ես չեմ ասում, ընտրություններից առաջ, որ եթե մենք չլինենք, կլինի պատերազմ, կարծում սա էլ ակնհայտ բան, որ այս ամբողջը, այսինքն մեր գերիներին ուշադրություն չդարձնելը, միջազգային ասպարեզում չբարձրաձայնելը, ազգային խորհրդանիշների հետ կապած, եկեղեցու հետ կապած նույնիսկ կառավարության ծրագրում կա կարծում դրույթ, որ պետք է այդ պայքարը շարունակվի։ Կարծում եմ մենք այս ամեն ինչի մասին պետք է բարձրաձայնենք եւ նաեւ մեր ներկայությամբ թույլ չտանք, որ մեր ազգային արժեքները ոտնահարվեն եւ նաեւ գերիների հարցը ձեր ասած, այս ամբողջ, եթե sense փաթեթավորենք, մի փաթեթի մեջ ես կտեղավորեի իրենց ասած այդ գոյություն չունեցող խաղաղության շրջանակներում, այսպես կոչված։ Օգոստոսի 2-ին Անդրանիկ նիստը տեղի կունենա ազգային ժողովում, ինչ ունեք անելի, ինչ որոնք են լինելու ձեր հիմնական անելիքները, խնդրեմ։ Առայժմ քննարկումների մեջ ենք, կայացվի քաղաքական որոշում մեր քաղաքական ուժի կողմից, թե ինչ խոսույթով մենք հանդես կգանք, դեռ ժամանակ կա մի քանի օր։ Օրենքով սահմանված ընթացակարգեր կան, դեռ պետք է ձևավորվի ազգային ժողովը, ինչպես գիտեք, սահմանադրությամբ եւ սահմանադրական օրենքներով սահմանված են, թե ընդդիմությանը ինչ պաշտոններ են հասնում։ Եթե մենք գնահատենք, որ այդ պաշտոնները ստանձնելով ավելի արդյունավետ կաշխատենք, գուցե քաղաքական որոշում կայացվի վերցնել։ Առայժմ ազգային ժողովը պետք է ձևավորվի։ Այդ ձևավորման շրջանակներում մենք մեր որոշումները կկայացնենք, որից հետո, երբ ազգային ժողովը բնականon հունով կաշխատի, ընթացքը ցույց կտա, թե ինչ օրակարգեր կլինեն տվյալ բանը։ Քանի որ այսօր արդեն մանդատները բաշխվեցին, ես այդ թիմի անդամ որպես ապագա ազգային ժողովի պատգամավոր կամ գուցե արդեն մանդատ ստացած պատգամավոր, դեռ երթման տեքստը չենք ստորագրել, դրա համար առաջ չենք ժամանակից։ Մեր թիմի անունից իմ անունից կարող եմ ասել, մեզ որևէ բան չի կաշկանդում։ Եթե մտել ենք քաղաքական պայքարի մեջ, ուրեմն պետք է պայքարենք։ Եթե կաշկանդված լինեինք, ուրեմն չէինք մտել այս թեմայի մեջ։